Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ հանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Այսօր ազգային ժողովում կրքերը թեժացան, падգամավորների միջև քաշքշուկ ու ծեծուժարց սկսվեց։ Նախ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դիմելով Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանին ասաց. «Ամեն ելույթից հետո որ թողնում դուրս եք գնում, պարոն Մանուկյան, ուր եք գնում ծխելու։ Ենթադրում եմ ձեր ելույթները ձեզ են ծխեցնում։ Որտեղ եք ծխում, պարոն Մանուկյան։ Դուք ծխում եք ազգային ժողովի շենքի տարածքում արգելված տեղում եք ծխում, պարոն Մանուկյան։ Գեղամ Մանուկյանը տեղից հայտարարեց, ոստիկանություն կանչեք։ Միջամտեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ հայտարարեց. Ես չգիտեմ, դուք պրոստը ում հետ եք ծխում, ես կյանքում ծխած չկամ։ Ձեր լեզվամտածելակերպն է, ոստիկանություն դիմելու մեջ վատ բան կա։ Այս ամենից հետո ազգային ժողովում քաշքշոտ սկսվեց, Ալեն Սիմոնյանն էլ հանձնարարեց հեռարձակումը անջատել եւ ընդմիջում հայտարարեց. Այնուհետև ՊՊԾ ծառայողները մտան ազգային ժողովի նիստերի դահլիճ։ Երբ նիստի հեռարձակումը վերականգնվեց, Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե դաշնակցականներով ներքին վեճ ունեն, Հայաստան դաշինքի մյուս անդամներն էլ պլեն են ընկել։ Հայաստան խմբակցության падգամավորները տեղից արձագանքում էին, ապա Արծվիկ Մինասյանի ձայնի իրավունք խնդրեց։ Չեք կարող խոսել, տեղից անընդհատ խոսում եք։ Դու ով խոսա, կանգնած մնախի ես նստում, մնացեք օրենքով սահմանված չափերի մեջ։ Ի պատասխան ընդդիմադիր ֆրակցիայի падգամավորների տեղից արձագանքներին բղավեց Սիմոնյանը եւ հավելեց. հանգստացի արա։ Այնուհետև падգամավորները սկսեցին իրար քաշքշել եւ Ալեն Սիմոնյանը հայտարարեց անջատել եթերը ու 20 րոպե ընդմիջում հայտարարեց։ Այսօր բավականին թեժեր իրավիճակը Երևանի ավականիում, որտեղ պետք է քննարկվեր ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության առաջարկը, որով առաջարկվում էր կասեցնել տրանսպորտի թանկացման մասին որոշումը մինչև 2026 թվականի մարտի 1-ը, հնարավորություն ստեղծելով 2025 թվականի ուղևորցի վճարումների տվյալների հիման վրա պարզել տրանսպորտի ուղևորցի ինքնարժեքը։ Ընդմիջումից հետո իշխանական խմբակցությունների անդամները չներկայացան եւ նիստը ավարտվեց։ Իշխանականների պահվածքին անդրադարձավ Մայր Հայաստան խմբակցության ղեկավարը, նշելով Երևանը կառավարման ճգնաժամ է ապրում։ Երևանի իշխանությունները անպատասխանատու են, իրենց տեղում չեն եւ ավականու արտահերթ ընտրությունները առավել քան երբևէ արդիական են, ասաց նա։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Բայց խմբակցությունը տևական ժամանակ աշխատում է ազգային ժողովում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որտեղ կքննվեն падգամավորական էթիկայի վերաբերյալ ամենատարբեր հարցերը։ Այդտեղ մենք հույս ունենք ընդդիմությունը եւս մեզ հետ կհամագործակցի, որովհետեւ նաեւ ընդդիմության ձայներն են մեզ պետք լինելու։ Երբ ստեղծվի արդեն մշտական գործող էթիկայի հանձնաժողով կունենանք, ասել է Կոնջորյանը։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր լրագրող Հռիփսի Մեջեբեջյանին, նախ կոշտոնով պահանջել էր իր կողքից հեռանալ, ապա հորդորել էր մաքրել շրթունքները եւ հրաժարվել ներողություն խնդրել։ Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի վախճանման առիթով։ Երջանկահի հիշատակ Ֆրանցիսկոս Պապը խոնարհ, քաջ ու բարի հովիվ էր, որ հավատարմորեն քայլում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետքերով։ Նա ստանձնեց պապական բարձր ու պատասխանատու առաքելությունը դժվարին ժամանակներում եւ վկայեց ավետարանը, մշտապես պաշտպան լինելով արդարության ու խաղաղության, առանձնակի ուշադրություն ու խնամք բերելով կարիքավորներին, ինչպես նաեւ իր կարևոր ներդրումը բերելով միջեկեղեցական հարաբերությունների զորացմանը։ Առանձնակի մխիթարությամբ ենք անդրադառնում, որ Սրբազան Պապը մշտապես իր աղոթքն էր հնչեցնում պատերազմներով եւ անարդարությամբ վիրավորված աշխարհի, իմաստնավորի Արցախյան պատերազմի ծանր հետևանքները կրող մեր ժողովրդի համար։ Ասված է վեհափար Հայրապետի ցավակցագրում։ Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է նաև, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշելու հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Սուրբ Պատարագը, Սուրբ Գրիգոր Նարեկացու հռչակումը որպես տիեզերական եկեղեցու վարդապետ, ինչպես նաև Սրբազան քահանայապետի այցը Հայաստան։ Ամենայն հայոց կաթողիկոսը կմասնակցի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողություններին։ Այս մասին Ազատություն ռադիոկայանին հայտնել են Մայրաթորից։ Պապի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը ապրիլի 26-ին կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդը ըստ իր կտակի ցանկացել է իր հուղարկավորությունը կազմակերպել պարզեցված ձևով։ Աշխարհի մի շարք առաջնորդներ, այդ թվում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Արգենտինայի ղեկավարներն արդեն հայտարարել են Վատիկան մեկնելու իրենց մտադրության մասին, վերջին հրաժեշտ տալու Սրբազան քահանայապետին։ 88-ամյա Ֆրանցիսկոս Պապը մահացել է ապրիլի 21-ին առավոտյան։ Ֆրանցիսկոս Պապը կաթոլիկ եկեղեցու
առաջնորդի գահը ստանձնել էր 2013 թվականին։ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է նախագահի նստավայր եւ շնորհավորել Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առիթով։ Փաշինյանը Խաչատուրյանին մաղթել է առողջություն, հաջողություններ, բեղմնավոր գործունեություն հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահին կառավարության գործունեությանը ցուցաբերած կարևոր աջակցության համար, նշել, որ կարևորագույն ռազմավարական բնույթի որոշումներ կայացնելիս կառավարության եւ նախագահի միջև խորհրդակցությունները շատ կարևոր ինստիտուցիոնալ նշանակություն ունեն։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին տնտեսական, արտաքին, քաղաքական եւ ռազմավարական նշանակության այլ հարցերում ակտիվ ներգրավվածության համար։ Համոզված եմ այն օրակարգը, որ ձևակերպվել եւ իրականացվում է, ունի պատմական եւ շրջադարձային նշանակություն։ Եվ իհարկե այդ օրակարգի ձևավորման գործում ձեր ներդրումը եւ աջակցությունը դժվար է գերագնահատել։ Մեծարգո պարոն նախագահ, եւս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ եւ արտահայտել իմ լավագույն մաղթանքները, ասել է Փաշինյանը։ Սահմանամերձ դարձած Խոզնավարի բնակիչներն արդեն անգիր գիտեն ժամերը, երբ գյուղին կպած ադրբեջանական դիրքերից կրակում են։ Խոզնավարցի Ռոման Գրիգորյանի խոսքով այս գիշերը եւս խաղաղ չի եղել։ Ըստ նրա վնասներ այս պահին չեն արձանագրել, գուցեև հաջորդ օրերին դրանքի հայտ գան։ Սովորական է դարձել, նույն ձևի կրակում են էլի։ Ժամը 22:30, 00:30, 2:30, 4:30 տենց կրակում են, ասաց նա, ապա հավելեց. Մարդը կարող է պատահաբար ելնել տանիք, տեսնի ընկած է փամփուշտը։ Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերն ի տարբերություն այս գիշերվա ծանր էր հատկապես Կարինե Հակոբյանյանի ընտանիքի համար։ Ադրբեջանական կրակոցները վնասել են նրանց տանիքին տեղադրված ջրատաքացուցիչը։ Ընտանիքի կրած վնասին մոտիկից ծանոթացել են տարածքում դիտորդություն անող եվրոպացիները։ Կարինե Հակոբյանյանը ցույց է տվել վնասված ու անպիտան դարձած ջրատաքացուցիչը։ Այսօր ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Շամշյան.com-ը, ժամը 06:50-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Խն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Կիևյան փողոցից դեպի Վազգեն առաջին փողոց ընթանալիս նշված փողոցի երկրորդ հասցեի մոտ Կիևյանի էստակադայի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 համարի երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդ Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Նորայր Սեին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեքսուսի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Տրոլեյբուսի վարորդը տրոլեյբուսի հետնամասում աշխատանքներ իրականացնելիս է եղել, երբ վրաերթի է ենթարկվել։ 3 ապրիլի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքից դեպի Ոստան գյուղ տանող ճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Հովանես Հ-ի վարած Nissan Tida մագնիշի եւ Երևանի բնակիչ 65-ամյա Դավիթ Դ-ի վարած Nissan Rogue մագնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդները եւ 7 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։ Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը։